որոշումներ կայացնող դատավոր, դուք ինչ սպասելիքներ ունեք, հաշվի առնելով, թե ում է մակագրվել Սամվել Կարապետյանի միջնորդության հարցը։ Իշխանությունը ամեն ինչ անել է, որ սահմանափակի Սամվել Կարապետյանի ազատությունը եւս 2 ամսով իրենք շատ են հայտարարում, որ ոչ մի մտահոգություն չունեն Սամվել Կարապետյանից եւ Սամվել Կարապետյանի սկսած շարժումից, եթե իրենք ոչ մի մտահոգություն չունեն, ինչու են այսպես ակտիվ ուզում երկարացնել իր կալանքը, ինչու են բռնել։ Արդեն իսկ խախտումներով չի քննությունը։ Նախ իրենք մի օրվա ընթացքում ուղղակի հաջորդ օրը դրեցին դատը, որ իրենց կարծիքով տեղի չունենան հասարակության կողմից ակցիաներ, քանի որ հասարակության մեջ կա բողոք։ Բայց դուք կարող եք տեսնել, որ այս ամբողջ փողոցը դատարանի մյուս մասն էլ, դատարանի դիմացն էլ մարդկանցով լի է, դա ցույց է տալիս, որ ինչ էլ ուզենան անեն, մարդիկ նպատակաուղղված գալու են։ Հանրահավաքով մի սպառնացեք, ասում են մեզ հանրահավաքով մի սպառնացեք, ինչպես կարձագանքից, Իսկ հանրահավաքով սպառնում են մարդկանց, իրենք որ հանրահավաք են արել սպառնացել են։ Պարոն Կարապետյան, ես իշխանությունների քարոզչությունը վերջին շրջանում այդ մասով եմ ձեզ ուզում կոնկրետ հարց ուղղել։ Իշխանությունը ձեզ մեղադրում է ոչ գաղափարական լինելու մեջ, քարոզելով, որ ձեր կողմնակիցների մեծ մասը հավաքվել են ձեր շուրջ փողի համար։ Կկարողանաք բոլորի ակնկալիքները բավարարել։ Այստեղ գտնվող մի քանի հազար մարդկանցից ես ճանաչում եմ երևի 10%-ին, 15%-ին։ Այսինքն ոչ գաղափարական, ինձ թվում է վերջի ժամանակները մենք չլսեցինք որևէ գաղափարական արգումենտ իրենց կողմից։ Իրենք մենակ ինչ որ մարդկանց անվանարկելու ակցիաներ են անում, բայց որևէ ծրագրային առաջարկ, որևէ ինչ որ իրենց առաջարկը մեր երկրի հետ կապված մենք չենք լսել այսքան օրը։ Միայն անվանարկում են ու կարծում եմ, որ մեր ժողովրդին դա է հետաքրքիր, բայց ինձ թվում է մենք հաղթահարել ենք այն շեմը, մեր ժողովրդավարությունը հաղթահարել է այն շեմը, որ անհատներին անվանարկելով մարդը կարող է գալ իշխանության։ Դուք այսօր լսել եք միջազգային փորձագետի ինչ ասեց, ասեց այնքան ենք հարձակվելու Հայաստանի վրա, միջև Սամվել Կարապետյանը ազատ արձակվի։ Ինքը դες այդ քննարկել է, թե ինքը իր ձևով է արձակվել։ Շարունակությունը նա ասեց, վիդեոն կտրել էին, նա շարունակությունը ասեց, որ Նիկոլ Փաշինյանի որոշումների վրա, ինչքան ես հիշում եմ, Հայաստանի վրա ոչ ոք չի կարա գրոհի, գրոհելու միայն հավասարակշռել է պետք, միայն հավասարակշռել է պետք։ Իրենք բոլորին կարող են կալանավորել, բայց ինձ թվում է բերթերում արդեն տեղ չկա ու իրենք ոնց որ նոր բան են ման գալիս, թե ինչ անեն, որովհետև իրենց այս ռազմավարությունը բերելու է նրան, որ բերթերում ուղղակի տեղ չի լինելու։ Պարոն Կարապետյան, դատական նիստի մասնակցում եք։ Հա, խնդիր չկա։ Հա, մի քանի անգամ ասել եմ, որ խնդիր չկա։ Պարոն Կարապետյան, ձեզ անընդհատ սպառնում են իշխող ուժը, որ պետության համը բերանները դա մնալու վախենում եք այդ արտահայտությունից ու ինչ եք սպասում։ Պետության համը շատ քաղցր է։ Հայաստանի պետության 1000 տարվա ընթացքում առաջի անգամ անկախություն ձեռք բերած Հայաստանի Հանրապետության համը քաղցր է։ Այո, մեր բերանը կմնա։ Պարոն Կարապետյան, հանրահավաքից, եթե ենթադրվող հավաքից հետո, որոնք են լինելու ձեր քայլերը, եթե օրինակ դատարանը այսօր օրինաչափորեն գործի, ինչպես նախորդ անգամ։ Հանրահավաքից հետո Ձեր քայլերը որոնք են այսօր։ Լինելու է մեծ հանրահավաք եւ մեծ քայլեր, որպիսի բոլորը տեսնեն, որ այս գործելավոճով իրենք չեն կարողանա խոսակցական ասած ամեն անգամ ինչ որ մեկին ձերբակալեն, կալանավորեն, ալիքը վերցնեն իրենց վրա, հետո ժամանակի մեջ հանգի ալիքը։ Ալիքը չի հանգում, ալիքը ավելանում է, անարդարության զգացողությունը ավելանում է։ Մի բան էլ ասեմ, մենք որ այցելում ենք գյուղերը, իրենք մարդիկ են ուղարկում, շատ գյուղերում կա, որ մարդկանց ցույցում տան, որ դուրս չհելնեք, չհանդիպեք իրենց հետ։ Հաղորդում տվել եք այդ մասով։ Չէ, ուրիշ բան եմ ասում, ավելի դա ցույց է տալիս մեր բոլոր գյուղերի բնակիչներին, թե այն ինչ իրանք պատմեն ազատության մասին, ժողովրդավարության մասին, իրենք հենց միայն իրենց այդ քայլով գյուղերի մեր հայրենակիցների մոտ իրենց վարկաբեկում են։ Ուզում ենք մենք մեր բոլոր հայրենակիցները տեսնեն, թե ովքեր են իրենց բոլոր խոսքերը ուղղակի խոսքեր են, ոչ մի գաղափարական հիմք
ես չեմ տեսել այսքան ժամանակ։ Ինչ այսօր են ասում, 3 տարի առաջ լրիվ ուրիշ բան էին ասում, չկա որևէ գիծ, որ հատուկ է այս իշխանությանը։ Պարոն Կարապետյան, կարծիքներ կան, որ պետք է արտաքսել ձեր փաստաբանին իր այդ հայտարարության համար, որ ասել է կգրոհենք Հայաստանի վրա միջև Սամվել Կարապետյանին ազատ արձակեն։ Այս մասով ինչ կասեք։ Պարոն Ամստերդամը շատ էմոցիոնալ, միշտ հայտնի է իր էմոցիոնալ ելույթներով, կարծում եմ, որ Դուք չտարակուսեցիք, երբ լսեցիք, որ դե յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացու համար դա տարակուսել է, բայց մենք էլ հասկանում ենք, որ դա իր հիմնական նպատակը բանի հետ կապված է իշխանության։ Բայց չեք կարծում, որ հասարակության հետ մի քիչ շատ եք բարդ լեզվով խոսում, մեր ձևով կգրոհենք Հայաստանի վրա, ինչու պարզ չեք խոսում, որ հանրությունն իմանա ինչ նկատի։ Մեր ձևով 6 տարը կամ 7 դրանից պարզ լեզու։ Բովանդակությունը մեր ձևովի միջև հիմա պարզ չի, պարոն Կարապետյան։ Մենք մի քանի անգամ ասել ենք ամեն մեկը յուրաքանչյուր մարդ ունի իր ձևը։ Դուք ասում եք հայավարի, ձեր հորեղբորտական ասում է ազատության Այո, սլոգանը։ այո, ամեն մարդ, հենց դա է հիմքը, ամեն մարդ ունի իր պատկերացումը, իր ձևը, ձեր ձևը ո՞րն է, Նարեկ ջան։ Բարդ հարցեր տալը մարդկանց մեր ձևով իշխան Տանք մյուս գործընկերներ։ բայց եթե մյուս թույլ են գործընկերները ուզեն բայց մի խոչընդոտ եք ներողություն հարցը չի Լավ, Պարոն այս Կարապետյան դուք որ ասում եք յուրաքանչյուր ոք ինքը հա բանանի հասկանա մեր ձևով ինչ իր համար ինքն է որոշում իր ձևը, դասախոսի համար իր ձևը։ Մի բան է, Սամվել Կարապետյան ներողություն Սամվել չեմ կարծում, որ պարոն Ամստերդամի ձևը, չգիտեմ, օթանավերով գրոհելն է, Ամստերդամի ձևը հիմնականում դա իրավական Լավ, ինչ նկատի մեր Ամստերդամի Իշխող ԶԼՄ-ները հրապարակել են, որ մեր ձևովից զանգում են տարբեր քաղաքացիների։ Ձեր համար հետևը մի քիչ ազատ տարածք են բացել, ուզում եք եկեք մի քիչ Կարապետյան, իշխող ԶԼՄ-ները գրել են, որ մեր ձևովից զանգում են հետ գնացեք քաղաքացիների, ասում են միացեք մեր ձևով շարժմանը, ասում են չենք ցանկանում, հետո SMS են ուղարկում, ասում են շնորհակալություն միացան նման բան եւ Պետք է նանք մի քիչ տարածք այնտեղ բացվի ավելի հանգիստ բոլորս հետ կկանգնենք։ Նույն ձև հետ ենք գնում։ Լավ, այս հարցին պատասխանեմ, ինձ թվում է այս հարցին պատասխանեմ, հարցը ինչպես է տեղի ունենում գրանցումը։ Մարդիկ գալիս են 3 տարբեր ձևով, սոցհարթակներով, զանգերով եւ գնում են մեր նոր բացված շտաբեր։ Գնում են եւ դրա արդյունքում գրանցվում են, թողում են համար։ Հնարավոր է մարդը ուրիշի համար թողած լինի, բայց տալիս են իրենց կենսագրական տվյալները, ոչ կենսագրական չէ, մի քանի տվյալ իրենց մասին, որ իրենց այդ հնարավորություն լինի հետ կապնվել։ Հնարավոր է մեկին իրենք ուղարկած լինեն կամ բան լինի, որ հատուկ դրա առիթով ինչ որ բան սարքեն, բայց 5000 մարդ արդեն գրանցվել